2007 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում զոհված Լևոն Գուլյանի քրեական գործի քննությունը 4 տարվա ընթացքում անցել է ներպետական դատական բոլոր ատյաններով, եւ նրա հարազատների այն կասկածները, թե իրենց որդուն սպանել են, ավելի է հիմնավորվել։ Գուլյանի հարազատները վստահ են, որ հատուկ քննչական ծառայությունը միտումնավոր ձգձգում է գործի քննությունն ու թաքցնում սպանության իրական հանգամանքները։ Այնքան թերի է կատարվում ու այնքան անհետ արդյունքներ են տալի, որ դրան չեն հավատում ոչ միայն հարազատները կամ հասարակական կազմակերպությունները, դրան չեն հավատում նույնիսկ Հայաստանի դատարանները։ Լևոն Գուլյանին 2007 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հրավիրել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք հարցաքննության իր Պանդոկ ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության առնչությամբ։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր, որ հարցաքննության ընթացքում Լևոն Գուլյանը փախուստ կատարելու նպատակով պատոհանից դուրս է նետվել ու մահացել։ Չեմ հավատում, թե ոստիկանությունը չի կարողանում բացահայտել հանցագործություն, որ տեղի է ունեցել ոստիկանապետի աշխատասենյակից մի քանի մետր հեռավորության վրա։ Իմ կարծիքով ուղղակի չեն ուզում։ Եվ կիրառվում է ընդունված պրակտիկան ձգձգումների։ Լևոն Գուլյանի իրավահաջորդները բազմիցս դիմել են դատական ատյաններին, սակայն արդեն երրորդ անգամ գործը կարճվել է։ Սա Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցչի ասելով ռեկորդային ցուցանիշ է, երբ ոստիկանությունն ու հատուկ քննչական ծառայությունը հետևողականորեն անում են այնպես, որ գործն ուղղակի կոծկվի։ Սա ուղղակի այսպես ճակերտավոր անհնազանդության ցուցադրում է, դեմոնստրացիա, որով փորձում են ընդհանրապես ցույց տալ, որ իրենք չեն ենթարկվելու դատական իշխանությանը, չեն կատարելու դատարանների որոշումները, եւ բնականաբար սա իր մեջ ենթադրում է նաեւ թաքնված սպառնալիք բոլոր նրանց, ովքեր որ գործ ունենան այս կառույցների հետ։ Լևոն Գուլյանի սպանության գործում շրջանառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի անունը, որը հարցաքննել է Գուլյանին։ Քրեական այս գործով Թամամյանը որպես վկա է անցել, սակայն այժմ կալանավորված է այլ գործով իր պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Լևոն Գուլյանի իրավահաջորդները չեն կարծում, որ Հովհաննես Թամամյանի կալանավորումը կնպաստի իրենց որդու սպանության բացահայտմանը, սակայն նոր հայց են ներկայացրել դատարան վերսկսելու քրեական գործի քննությունը։ Նարինե Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPV